Պարոն Վարդանյան, իհարկե ռեգլամենտացիան թույլ չտվեց, որ հիմնական զեկուցողին շարունակեի հարցս։ Օրենսդրական փոփոխությամբ կարգավորող նաև այն դրույթ է, որ Ստկանության գվարդիային տրվում հնարավորություն վարչական վարույթներ իրանք իրականացնեն եւ վարչական ակտեր, այսպես պատասխանատվության առումով մենք ականատես ենք լինում բազմաթիվ դեպքերի, որտեղ կեղծ զեկուցագրերի արդյունքում մարդկանց եւ քրեական պատասխանատվության են ենթարկել եւ վարչական, որտեղ դատարաններում փլվում է բառիսպուն իմաստով։ Արդյոք դուք ճիշտ եք գտնում այդ դրույթը, որ վերցնում եք մեկ պատուհան եք տալիս, ինքը որոշի, ինքը վարչական պատասխանատվության ենթարկվի եւ ընթացքը ո՞նց կլինի։ Այսինքն այս ժամանակ ակակշիռ կար, ինքը մտածում էր միտեղ, որ այս ակտը զեկուցագիրը գրելու դեպքում ինքը կարող է վիճարկվի այդ թեման եւ գնա ինքը պետք է պատասխան տա։ Հիմա ուղիղ վերցնում եք եւս մեկ գործառույթ, որը զսպող գործառույթ է ըստիս, տալիս եք նորից նույն մարմնին, որը կարող է այդ գործառույթն իրականացնել։ Ավազան, հասկանում ձեր մտահոգությունը եւ մտավախությունը, բայց նաեւ եթե մենք խոսում ենք եւ կոնցեպտի եւ դատարանի բեռնաթափման մասին, ապա բեռնաթափման տեսանկյունից իհարկե գործառույթը այդ տեսանկյունից չպետք է փոխանցվի վարչական դատարան, այն պետք է շարունակվի, այն պետք է փոխանցվի ոստիկանության համակարգին, բայց հստակ լինենք, որ քաղաքացիները հստակ հասկանան, դա չի նշանակում, որ ոստիկանության ակտերը չեն բողոքարկվելու, անբողոքարկելի են դառնում վարչական դատարանում։ Պարզապես, եթե այն պարագայում ոստիկանություններ դիմում վարչական դատարանը, այս պարագայում քաղաքացին կարա դիմի վարչական դատարան, եթե գտնում է, որ այդ ակտը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք պետք է դրված լինեին այդ ակտի կայացման հիմքում։ Պարոն Ղազարյան, անկեղծ ես ասում, ես հասկանում եմ նաև, ենթատեքստը ձեր տված հարցի, բայց մենք պետք է բոլոր պետական մարմինների նկատմամբ ունենանք համարժեք վստահություն։ Եվ տեսեք, ես օրինակ չեմ ուզում ստեղծում մի իրավիճակ, երբ օրինակ ոստիկանությանը մենք ավելի քիչ վստահ ենք, քան վստահ ենք օրինակ այլ պետական մարմնին։ Վտանգավոր կլներ ձեր ասած, ավարտում եմ, վտանգավոր կլներ ձեր ասած, այդ ակտերը դառնային անբողոքարկելի եւ քաղաքացին հնարավորություն չունենար ստանալ դատական պաշտպանություն։ Արձագանք։ Պարոն Վարդանյան, տեսեք, մի կողմից ասում ենք, որ քաղաքացու իրավունքները, հիմնարար ազատությունները մնացածը մեր համար գերակա է, մյուս կողմից զուտ իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ վարչական դատարանները լիցքաթափելու համար դուք քաղաքացուն եք դնում լրացուցիչ բեռի տակ։ Այսինքն այն ժամանակ, որ զեկուցագրի հիմքով պետք է քաղաքացին գնար իր իրավունքները վիճարկեր կամ պաշտպաներ, իմ ասում եք թող ոստիկանության աշխատակիցը դու գանի կոպիտ ասած կամ այլ գործառույթ իրականացնի օրենքով սահմանված կարգով, դու քաղաքացին գնա դրա մասին մտածի։ Չէ՞ որ պետությունը քաղաքացու մասին պետք է օգ տանի, հետո նոր մնացածը։ Այսինքն մեր նպատակը լիցքաթափելու արդյունքում վարչական դատարանները լիազորությունները ցրեն կեսին էս կոմ, իմ մոտ այդպեսի տպավորություն ակած, եթե այլ բան կա դուք հիմնավորեք։ Եվ ես որ ասում եմ, դա օդի մեջ չեմ ասում, էլի բազմաթիվ դատականիստերի եմ մասնակցել, որ կծկտուր մենք չենք գրել, ստորագրել ենք, այդ դրա արդյունքում եմ ասում, եւ դուք էլ երևի թե կարող եք ինչ-որ հանգամանքներում դուք չասեք, բայց ես ականատես եմ բազմաթիվ ներքին զորքերի այն ժամանակվա մի ավարտում եմ պարոն Արշակյան, գվարդիայի աշխատակիցներ, որոնք թույլ տվեք ասեմ, էլ չունենալով բարձրագույն կրթություն, զեկուցագիր են գրել, չեն կարողանում դատարան պաշտպանել, այդ մարդը ո՞նց է կարող վարչական վարույթ իրականացնել։ Շնորհակալ եմ։ Դե չի կարողանալու վարչական վարույթ իրականացնել, պարոն Ղազարյան, դա տունտունիկ չի, անկեղծ։ Սա վերաբերում է նախ եւ առաջ ինձ եւ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի։ Տունտունիկ չի պետական ծառայությունը։ Չի կարում, չպետք է աշխատի։ Չի կարում, այդ ակտը պետք է բեկանվի, վերացվի, կներեք։ Ցանկացած անձ, որը պետական բյուջեից ստանում է, մեր եւ ձեր տված վարկերից ստանում է վարձատրություն, պետք է հստակ հասկանա, որ ինքը այդտեղ չի գտնվում սուրճ խմելու համար կամ չգիտեմ էլի իր սոցիալական եւ այլ հոգսերը հոգալու համար։ Չէ, ամեն մեկը պետք է կատարի իր պարտականությունը օրենքի հիման վրա եւ պետք է ունենա ունակություն կրելու նաեւ բացասական հետևանքներ իր կողմից կայացված ակտերի։ Պարոն Ավետիսյան հարց տալիս էր անձնական պատասխանատվության վերաբերյալ։ Իհարկե յուրաքանչյուր արարք պետք է ստանա իր իրավական գնահատականը, բայց մենք չենք կարող գիտեք ասել, քանի որ մեր մոտ ոստիկանության համակարգում կան կադրեր, որոնք մեր կարծիքով ունակ չեն վարչական համապատասխան վարույթ իրականացնել, հետեւաբար արեք ծառաբեռնենք վարչական դատարանին։ Չեն կարող բարձրապես։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար